Ողջույն, Հաճարյան պողոտա, ամսի 24-ը նոյեմբերի, 11:30 կողմերը ու 9 աստիճան ջերմություն։ Տեսակելի մոռացա են մի փողոցով գնայի են բակերով, բայց ոչինչ բացվեց ոնց որ խցանումը։ Գնամ գործի արագի մեջ, շատ չի գործը, հետո տուն, հետո Անահիտի հետ կիջնենք, այսօր մի հատ հանդիպում էլ ունենք մերոնցից, անընդհատ զանգեր, մինչև հարմար ինչ-որ օր գտանք, բայց կարճ, իրանք մի խոսքով լավ, հետո կասեմ, կարծում եմ Փարիզյանում կհանդիպենք Անահիտնա պայմանավորվելու, մի խոսքով այտենց պլանն էր, էլ այդ խոսքը ասեցի, շենքերը արդեն լավ կանգնել են բոլորը, հա? Մեզ մոտ էլ թափով հողային աշխատանքներ են սկսվել, ճանապարհից երևաց այստեղ աչի վրա, մի րոպե, մենք ծորմառեմ կարող մի բաներ է, առայժմ դուրս գալու հավես չունեմ, հետ գալուց, հիմա մի քիչ շտապում եմ, ստեղ էլ ահագին բաներ արվել, արդեն նենց է եղանակը արևին հաճելի կլնի կանգնել, չէ։ Մեստի կարող է խանգարել մեքենա գա գնա, եկեք ես կողմը։ Մի հատ մեր ինստիտուտի տարածքը նայենք, ինչ է եղել, ինչ չի եղել, այս կատելնին առաջվա, սենց անմխիտար վիճակ, ստեղ մեր մեղ ցեխներ, ինչ որ վարձակալում են Են կողմը մենք ենք են հետևներում, ստեղ հողային, այս առաջի պլանում հողային աշխատանքներ են, կարծում եմ ինչ-որ կանաչապատում բան տես մի բան պետք է լինի, հենց հիմքի բան չի, այդ մեր առաջվա մեծ լաբորատոր մասներ, այդտեղ էինք լաբորատոր աշխատանքներ անցկացնում, Են կողմերը միտեղ հետևը մենք էինք, մի վաղտ, քիչ առաջ գնանք, հեսա քշեմ մեքենան, այս աչի վրա է, նորա բարձացել ես, չէի տեսել ես մասնաշենքը, երեսապատումով են զբաղված, հա։ Աստեղ մի րոպե կանգնեմ։ Այս է այս մասնաշենքը, ինչ է լինելու իհարկե չգիտեմ, այստեղ արդեն կանաչ գոտի է հայտնվել, նայում եք, ծառեր են տնկել, Ստեղ էլ կշարունակվի կանաչ գոտին դեպի վերև, այ մենք ընդեղ էինք,
Այն ասում ենք մեր լաբորատորիան փոխանակեցինք, որտեղ մեզ ասեցին ուժեղ IT կենտրոնը լինելու դուք բա հայրենասեր չեք, ասեցինք հայրենասեր ենք, բայց սարքում են բիզնես կենտրոն, խաբեցին։ Մի քիչ էլ առաջ գնանք, հայ երևի, բայց այս կանաչապատումը հաճելի է, արդեն ուրախացնում է։ Մի քիչ էլ գնանք, այն կողմից էլ նայենք, կողմից եկանք, ես էլ մեր ինստիտուտի նկարիչի խճանկարն է վերականգնում են, տենց էլ խոստացել էին, տենց էլ արեցին։ Մի քիչ տարածական է, սալիկները շարած, այն առաջվանը մի հարթության մեջ էր լրիվ էլի։ Լավ է, կարծում եմ գեղեցիկ կլինի։ Մի հատ էլ մի քիչ առաջ գնամ։ Ստեղ կարծում եմ շատ հետաքրքիր տարածք կլինի։ Մի վաղտ մեր դահլիճն էր ստեղ այս հատվածում։ Լավ տեսարանով բանով տեղ կլինել է։ Ստեղ էլ սենց։ Մի հատ էլ առաջ գնամ այդ հողային գործերը ցույց տամ ես։ Լանջը կկանանչի էլի։ Փաստորեն այս աստիճանը կշարունակվի, որ հնարավորություն լինի, ոնց էր առաջ էր, ոտքով բարձրանալու համար։ Հիշում եմ մեր աշխատողներից մեկը մի անգամ ասեց, առավոտը որ զարթնում եմ, այդ աստիճանը հիշում եմ, որ պետք է բարձրանամ, ուզում եմ նորից քնեմ։ Ես էլ աճարան հողոտան, այնտեղ հարսնակարն է, հեռուները մշուշապատ են, ասել դեպի Արարատ, որը թաքնվել է մշուշի մեջ։ Ես ինչ թազա բուտկա են դրը, են մեկը կար են, Երանկյունին պահակի բուտկեներ։ Ասենց նախկին քարի ինստիտուտ։ Սովետի վաղտ մի անգամ գրեցին նауկի жизнь ամսագրում աշխարհում միակ քարի ինստիտուտ Երևանում է։ Լավ, եկեք ես մի հատ էլ տտտվեմ դեպի այն կողմ գնամ, աղի հանքի դիմացի նորակառույցները տենանք ինչ է կատարվում, ընդեղ ու տուն։ Ստեղ հիշեք, Զախից Գևորգյան վայնն է, հանդիպում ենք միշտ կինո փառատոներին, մի անգամ էլ նկարել եմ, ես էլ մենք ենք ստեղ։ Հիմա գնամ դեպի աղի հանքերը, տեսնենք ընդեղ նորակառույցները ինչ վիճակում են։ Այս տարածքում ամենա աչքի ընկնող նորությունը այս հատվածը ասֆալտել են, այն կողմը չէ, էլի գնում են փոշի են անում, բայց այս մասը ասֆալտել են։ 4 շենք է, երկուսը տուֆ է, այս երկուսը, այն երկուսը տրավերտին է աչքիս։ Սա մի հատ աճարանի կողմից էլ կնկարեմ։ Այս մեկը են
հիվանդանոցներ, որտեղ ասում էին սպիդ են բուժում։ Լնայք, սաղապակիները ջարդած, այս մասը չի աշխատում։ Են մի կողմը ոնց որ նորմալ է այս մասը, այս հատվածը։ Դե վեր կանգնել եմ, մի հատ էլ աղի հանքը ցույց տամ։ Սա նոր են կառուցել, պրախադնույն է ոնց որ թե այն մասն էլ են տեսքը լավացրել։ Դες ստեղ էլ դիրեկցիոն, բուղղալտերիան եւ այլն։ Աղի հանքը ոնց որ թե գործերը շատ են նորմալ է, որտեղ լիքը մեքենա է կանգնած, այս սաղ տարածքը։ Այսքան շատ ճիշտ ասած չի տեսել։ Դե աղը միշտ էլ պահանջարկ ունի, Վրաստանից էլ են գալի մեքենաներով։ Սենց։ Այս աղի հանքն է, հաչից մի քիչ էլ առաջանամ ընդեղից շինարարությունները կերևան։ Պարիսպը թարմացրել են, այս աչից երևում է, ու ճանապարհն են մի քիչ ոնց որ թե լավացել է։ Դե չէ խայտարակ ճանապարհ էր, ես ամեն անգամ մտածում եի այդքան մեքենա գալիս է, այդքան գործ են անում, դժվար է այս ճանապարհը միած սարքեն, դեռ չսարքեցին։ Մյուս փունջը նորակառույցների այստեղ է, հեսա թեքվել, հեսա տնում եք։ Իս ձախի վրա էլ հիշում եք այդ նարկո դիսպանսերը, ոնց է մի խոսքով բուժում են այդ նարկոմաններին։ Ու մեկ էլ եթե խմացություն ապեց ստուգել լուրջ, բերում են ստեղ վարորդին։ Այդստեղ մի րոպե կանգնեմ։ Այն կողմից եկա, այս այդ նարկո դիսպանսերն է, այս ինչ են սենց ապակեպատ կառուցել չգիտեմ, դժվար բնակել իմանալի, ստեղ էլ այն ինչ-որ բան, պատի հետևը, իսկ նորակառույցները այստեղ է, մի փունջ, հատ կետը փոխեմ, այս մախկը որ կա, սրա տեղը գոհար միավորումն էր, այն ժամանակ Տեր-Պետրոսյանի եղբայրը սեփականաշնորհեց, այնտեղ հենա խորքում էլի շենքեր կան, այս մեկն էլ ստեղ է։ Դե սա բնակել է աստերևույթին, ընդեղ աճարանի վրա միտեղ կարող է ցուցանակ լինի։ Այս Եվրոժեմներ ոնց որ չէ։ Ես մի անգամ ուրիշ բան ասեցի, ինձ ուղեցին։ Ստեղ էլ արգելաձող են դրել, ընդեղ սովետական շենքեր են։ Հա, բայց այս նոր շենքերի մոտ էլ է գնում ստեղից ճանապարհ, հա, դրա համար էլ դրել են արդեն արգելաձողը կա։ Այո, այս մեկը սովետական շենք է, ստեղ մեր աշխատողներից մեկն էր ապրում։ Իսկ այս կողքը արդեն այդ նոր 4 շենքն է։ Գնացինք դեպի Աճարյան։ Դե Աճարյանի վրա համ աչից է շատ խոշոր շինարարություններ գնում, այդ կողմես որ չեմ գնա։ Հենա նայում եք ընդեղ տարբեր թաղամասեր են, շատ մեծ շինարարություն է այդտեղ։ Սա էլ ստեղ է, այստեղից երևում է մեծություն այն, իմ նկարած տեղից այդքան չէր երևում։
այս բենզակալում կրում։ Լավ, մի քիչ առաջ գնում։ Ահա, ես են կողմից եկա, ես այդ որ ասեցի գոհար միավորում էր մի վաղտ։ Ու դե են կողմերը համես մայթում է շինարարություններ, են մայթը որ ցույց տամ կապշեք։ Արժի փողոց անցնեմ, չգիտեմ։ Լավ, հələ այս մասը նխենք։ Հա, սիկեր արդեն ստեղել կա, դեն չինականներ իշմ եք, Կոմիտաս կինոյի տեղն էլ կա։ Ես էլ այդ թաղամասն էր, որ նոր նայեցինք, 4 շենքով։ Չէ, որոշեցի փողոց չանցնեմ, չնայած նայեք այ հիմա լրիվ ազատ է, վաղ շատ էր մեքենա գնում։ Ես Գիբրոժեմի գոհարի ուղղությունն է, այստեղ մի հատ շենք է ես, երբ սարքեցին, ոնց սարքեցին, անկեղծ չեմ էլ նկատել։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես էլ են Անտաղանդ հյուրանոցն է, որ կառուցվեց ու կանգնեց կառուցումը։ Ստեղ կաբելի ինստիտուտ էր սովետի ժամանակ, բայց արտադրություն էլ ունեին ահագին մեծ։ Ստեղ նայեք տակը ինչ-որ վարձակալել են, Samsung։ Դեն էլ մեր ինստիտուտի շենքն է։ Գնացինք։ Ես կողմը շուտ էր ավելի, կառուցվել ես, խանութները տարբեր։ Մի հատ էլ մեր ինստիտուտի առջևը կանգնեմ, ինձ հետաքրքիր է, ինչ տեսք ունի այս կողմից։ Ու արդեն տուն։ Ես այդ կիսատ հյուրանոցն է, ընդեղ այ նայում եք ինչքան շինարարություններ է, շենքեր են, նույն բանը այս ուղղությամբ է, այս կողմի վրա, եթե ոչ ավելի շատ։ Ես էլ մեր ինստիտուտը ստեղից արձանում ես, գնում, ոստեղ։ Իքա աստիճանան է։ Մի հատ էլ մի քիչ այն կողմից նայենք ու գնանք։ Մի հատ ես նորից ցույց տամ, որ պատկերացնեք, այստեղ էլ սենց տարածքներ են, որոնք ըստ երևույթին էլի տենց բարձրահարկեր կդառնան էլի երևի ժամանակի ընթացքում։ Այ այնտեղ միտեղ էլ էս ստոլբի կողքի շենքը աստիճանի նման Տերնոպոլսկի ունիվերսիտետն է։ Էս հերթական նորակառույց։ Ու են կողմը միտեղ էլ Դավիթենց տունն է։ Այսինքն այս մասերում էլ։ Հիմա մի հատ մեր ինստիտուտը նայենք։ Ահա, ես էլ դիմացից։ Այս աստիճանն է, որ սենց իջնում է։ Այս ներքևի մասը դեռ սարքած չի։ Գնացինք այս ուղղությամբ։ Այ լավ ճանապարհ։ Մտնում ենք Նյու-Նորք։ Աչից առաջի զանգված, ձախից երկրորդ զանգված։
Ճանապարհը լավն է։ Էս էլ Լվովյան փողոց, ճանապարհը վատն է, իսկ այս հատվածը մենք ստեղ ինչ տուն ենք ստացել, ստեղ ջուր է լցվում միշտ։ Այդ ինչ պատմություն է, չգիտեմ։ Ու հլը խցանում։ Այս խցանումը պարզ է։ Քարեց տարի կշատանա։ Շենքերը դեռ շարունակում են կառուցել։ Լավ, այս հատվածը ավարտենք։ Ողջույն։ Ողջույն։ Շփոթվեցի, դու պետք է ասես։ Դու երևի ողջունել ես, չէ՞։ Հա, ինչ է։ Ասերկու աստիճան է ժողովուրդ։ Վերջի գեղեցկությունն է ասում ես։ Դե հա, սրանք արդեն սաղ չորացել են, դե տոնավաները։ Մի հատ գեղեցիկ ձուն ելնի, ես քեզ կհիշեցնեմ։ Եղևնիները, դե ես աշնան գեղեցկությունի նկատի ունեմ։ Ինչ էր ընդ ֆիգուրնի քշում են մոտոցիկլետը։ Օֆ, ինչ ով ուզում է անում է։ Վայ, բան չի մնացել այդ դերը։ Բա լրիվ բան է։ Հա։ Մեր այդու օրինակի վրա չէր պատկերացնում։ Մեր մոտ հələ կան են դες։ Չէ, մեր կացել է լրիվ։ Են ծառնա, որը Արարատն է մեզ փակում։ Նանսեն փողոց, հա, այդ ծառը տեգլորացել է, այդ տեսել եմ։ Ու իջնենք մոտարապես դեպի Փարիզյան մի տեղ էլի։ Ես ասել եմ մերոնց, որ պետք է հանդիպենք մերոնց կարճ։ Կարծում եմ առանց նկարելու։ Որտեղից էին։ Կինը Հոլանդիայում էր ապրել, բայց հետո ամուսնացել է, հիմա Լոսում են ապրում։ Հա, Լոսից են, հա։ Այո։ Ահա, հեսա։ Կեչիները։ Կեչի էր։ Դե հա, բայց ինչ է վրեն ունացել, քոսոտ։ Տենց մի Իրեք ասա։ 4 տերևա վրեն։ Լավ էլ, 3-4։ Մեսնիկյան պողոտը։ Այրանցից Իգորը Չիլինգարյան շատ հուզիչ կոմենտ էր գրել։ Ես էլ Անահիտն էլ շատ ազդեցինք։ Հետո ես նոր հիմնարկից որ տուն գնացի, հաստատ որոշել է իրան պատասխանեմ, բայց հայտնաբերեցի, որ Իգորը հանել է կոմենտը, կարծում եմ ինքն է հանել, ու կարծում եմ հասկանում եմ, թե չի հանել, դե իր որոշումն է։ Ես իհարկե հիմա պատասխանած չեմ բարձրաձայնի, կոմենտը ուրիշ բան էլի, գիտես, որ 5 կոմենտ է, համարյա մարդ չի կարդում, երևի մենակ Իգորը կկարդար, այդ ուրիշ բան, բայց հիմա ստեղ վիդեոյի մեջ ասեմ, ինչ էի ուզում ասեի, իմաստ չունի։ Առաջի մասը կարամ ասեմ, ուրեմն առաջի մասը Իգորը գրում էր, որ եթե հիշում եք, Պոզները միշտ հարց էր տալի, 10 հարց Մարսել Պրուստի հարցերից էր ինչ-որ։ Ոնտեղ մի հատ հարց կար, եթե Աստծու առջև, ասենք, մահից հետո հանդիպես Աստվածին, ինչ կասես իրան, էլի։ Ու մի անգամ էլ իրան, որ այդ հարցը տվեցին, դե տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ էին տալի։ Ում իրան։ Պոզներին, մի հատ բանում, ինտերվյու ոնց է հայերեն։ Զրույցում էլի։ Չզրույցի կոնկրետ խոսք կա։ Հարցազրույց, ճիշտ է։ Շարիմանյան փողոց, Հայեր ջան։ Իրան հարցազրույցում ինքը նրանց շատ հպարտ ասեց, ես կասեմ, как тебе не стыдно։ Այո։ Ուրեմն ես անձամբ լրիվ ուրիշ ձև եմ այդ հարցի վրա նայում։ Հարցը մոտավորապես սենց է, ոնց որ մարդուն հարցնես,
քո կյանքի երանելության ակնթարթների ժամանակ ինչ էիր դու մտածում։ Պատկերացնեք, չէ՞ ինչքան հիմար հարց է, էլի։ Այ ասու հետ հանդիպել է ինձ թվում է տենց բանա ու այնտեղ ոչ մի խոսալու բան չկա բացարձակ։ Նամանաման տենց չես ամանչում։ Այտենց։ Այսինքն Պոզներն դու բան արեցի։ Դե Իգորը Պոզներն էր գրել ու հետո ինքը իր բանը գրեց, այդ մասը բաց կթողնեմ։ Ծանր Իգոր։ Իհարկե լրիվ հասկանում ենք Իգորին, մենք այդ հասակում չենք, որ չհասկանանք տենց բաներ։ Դե լավ, Աբովյան փողոց։ Հելեն տերևները։ Հա, տեսար Սալվին պատասխանել էր։ Պավլինիա։ Հա, դե հիշես այդ անունը։ Պավլինիա էր, թե Ահա, սկսավ։ Պավլինիա էր։ Այդ ես լուսանկարեմ Սալվիի պատասխանը, ամեն առավոտ կբացեմ, թե խմելուց առաջ կկարդամ երկուսս համար։ Այդ են ծառնա, որ բանը, Վարդանյանները այգում էլ կար, էլի, որ ասեց կալակոլչիկները։ Հա, երևի, որտեվ, հա, ճիշտ ես, որտեվ հենց կալակոլչիկ գրեց, ես մի անգամից պատկերացրեցի, աշկիս արջև եկավ այդ Սվետաֆոր են սարքում, հա, բերոսմաց կնում։ Հա, Ահա, մի կտոր աշուն կտանք, ճաղերի մեջից։ ստեղ էլ նայ ծառերը դեռ կանաչ են։ Անցել կենթանաբանականում նայենք տերևների վրա, չէ։ Այ լավ ծառա։ Ոնց էր բանը, շենքի մեջից աճի, չէ։ Հա, Լավ։ արի արագ գնանք մի քիչ Անահիտ։ Ինչու։ Պիկնիկային գնանք։ Կհասցնենք առնում։ Այդ չգիտեմ։ Կհասցնենք թե չէ, բայց գնանք։ Լավ է։ Դժվար հարց տվեցիր Անահիտ։ Ինչ որ մշուշապատ է, չէ, անընդհատ։ Հա, մշուշապատ է այս։ Էն ինչ տարի էր դրա, օինը չբերի գլխներիս։ Ինչ շացրել է։ 2 ամիս մառախուղ էր։ Անիծյալ տարի էր, չեմ սիրում տարին բոլորովին։ Այդ ոնց ես դες բաներ հիշում Անահիտ։ Անիծյալ, անիծել։ 2 րոպե հետո գլխիցս թռնում է։ Հա, կոմոդ հա, իսկ ես շատ լավ հիշում եմ ամեն ինչը, դրամայում մնում է։ Տխուրը։ Ինչի։ Ես իմ ընչի։ Չեմ կարա ասեմ ընչի։ Ես կարամ համարեմ ինձ տխուրա, որ դու ամեն ինչը մոռանում ես։ Ոնց լավ բաներ հիշում եմ մեկ-մեկ։ Լավ։ Բարև ձեզ, ոնց եք։ Այսօր մամային կարաս պամպերսի փող տասեց ամառը։ Պամպերսի փող չէ։ Չեմ կարա, բայց փող կարամ տամ։ Մաներ ունեմ։ Пожалуйста։ Ահա։ Չէ, ինչ գիրք։ Չէ։ Շնորհակալություն։ Չկար է խեղճտղեն։ Լավ էր մաներ գոնե կար մոտս։ Ամբողջը փոշու մեջ կորել է լնայ։ Կորել, էս լնայ, բոլորը գետնը փոշի է։ Հա։ Այս բետոնը ընկերս ասեց ոչ մի սխալ բան չկա, որ բետոն են արել, եթե հիշում եմ մեկը ինչ եմ խոսում։ Խողովակ էր, բետոն արեցին դրայից։ Ես էլ ասի, բա որ վերանորոգել պետք է լինի, ասես չէ, այդ խողովակը վերանորոգելու կարիք չի ունենա, 5 շերտ է, ես միլիոն շերտ է։ Հիմա այդ Պավլինյան է, այդ։ Չգիտեմ, չէ, սա չէ։
հիմա այս տերևները ուրիշ։ Հա, ուրիշ Նա են։ ուրիշ ֆորմա է տերևները։ Ուղղակի հերվից այս ծառը ավելի գեղեցիկ է, մոտիկից մի քիչ փնթի է։ Սա բայց ոնց որ թութ է լինի։ Լավ։ Տուտա։ Հավայ մենք շտապ ենք ան այդ։ Քանիսն է։ Կես ժամ ունենք։ Կարծում ես, ոնց 38 է։ 40։ Այդ րոպեները բան։ 440 է։ Այս նկարը հանածի րոպեն է։ 3:40։ 3:40։ Կես ժամ ունենք։ 20 րոպե։ Ինչու՞ դժում։ 4:15 եմ պայմանավորել։ Հա, տենց նրբություններ կա, հա, բասա։ Ես գիտեմ 4-ին է։ Գնացիր, բան, ասեցի։ Հետաձգեմ։ Այս ինչ է հավաքվել են միտինգը։ Են ուտելիքի տեղը հանեցին, անայդ։ Ինչ։ Այստեղ աղոնիկների համար ուտելիքի տեղ է, ինչ է սարքը։ Սա այդ զաբորն է։ Այս նեղը, հա։ Կտան, որ են շատ է իրանց։ Այ, այստեղն է, ինչքան շատ են։ Են անեդոտը պատմել եմ քեզ, որ մեկը բադի հետ ցեպի վրա մանա գալի քաղաքով։ Մեկ էլ ոստիկանը կանգնացնում է, ասում է, Նկեր ջան, ասում է, բադի հետ քաղաքով չի կարելի զբոսնել։ Ասում է, ինչի՞ չի կարելի որ։ Դե ասում է, կեղտոտում է բան։ Ասում է, բա հենա, այդ աղոնիկները ոնց է, սա աղորը կեղտոտում են գլխներից բան, իրանց թույլ եք տալի։ Ասում է, դե աղոնիկը ասում է, խաղաղության ծիտա, խաղաղություն հավանանում։ Ասում է, իմ բադն էլ կռիվ չի ուզում առանձնապես։ Տխրեցիր ան այդ անիկդոտից։ Հենց Իսա տապակը անիկդոտ է։ Բակ իսա տապակը պետք է լինի, որ սրամիտը գնահատես։ Սաղ սրամիտը լինի, էլ չես գնահատի։ Երեք բայց լավ ասում։ Անայտ արի ծիծաղա։ Այս ինչ է համերը բանկը, լավ, այդ ես երեկոյան ինչքան հարմար էր, սաղ ներսը երևում էր, բայց լավ է, չէ, սաղ տարածքը տվեցին։ Վերևնել են արդեն սարքետես, են փնթիությունը հանել են, այս աշկան բա, հայն մայթից պտի նայենք։ Բայց շում ես ինքը ինչ փնթի ձևի է, Շատ, շատ։ բանը, սերի գույնով են արել, լավ է դարել։ Այո, ես ինչ կոկորտիլոզներ են լիքը։ Կրոկոդիլի։ Լավ է։ Գնացինք։ Լավ սիվիլ տեսք ստացավ ես մայթը։ Լրիվ այ մրտ, շանկապ խանութներ էր սաղ։ Բազարը լներ։ Սիրուն է, չէ, ես մասը։ Ու ես ծառերն էլի շատ լավ են, ոնց էին է։ Ես անընդհատ էդ եմ մտածում, կարող է սովետի վաղ ճիշտ էին անում, որ տենց կրտում էին այդ ծառերը։ Ինչի որ։ Դե որ մի քիչ երկար ապրեն, չգիտեմ։ Մերոնք էլ ձեն չեն անում։ Սենց ես ասում, մեկը սենց ես ասում, մեկ ասում ես սենց լավ է։ Շատ լավ է, այդ հեչ, շատ լավ է։ Իրանց վնաս չլինի, ինձ ընտիր է։ Ես ինչ է, ոնց որ են չինական կայր է մի հատ, որ մի հազարատ զինվոր էր, սենց կավից սարքած։ Հա, հիշում եմ։ Հիշում ես։
Բայց իրանք ձիու վրա չէին, կանգնած էին։ Հա, իրանք Այն ինչ է, այդ կարմիրը ինչ է նշանակում։ Այդ իրանց նշանն է։ Այստեղ միտեղ կար երեկոյան որ նկարում էի։ Սա մուտքն է։ Հա, այնտեղ երևում է, նայ, աղջիկան նայում է այդ նշանի վրա։ Թե մերոնք տեսան, չգիտեմ այդ արդեն։ Հիմա այս տիկնիկայինի ժողովրդին Ես մեր կուղանել հավաք էին աստեղից։ Ինչը։ Ես օպտիկա է, ես ինչա։ Լավ, ես մի երկու հատը չի խանգարում։ Ինտերօպտիկ։ Հա, սրանք էլ տային տեխնիկայինին, հա։ Այո։ Հայ բիլարդը կա, ես էլ ասում էի բիլարդ կար ստեղ, հեսա բիլարդը մնացել է։ Բիլարդը գրած է, բայց որտեղ է բիլարդը։ Այն վաղտ ես որ խաղում էի, ես մտնում էի, հայեսակ։ Աստիճանները նայ, աստիճանները։ Հա, իջնում ես ներքև, այն աղջիկա հետ խաղում ես։ Բարև ձեզ։ Մարդ չկա։ Այդա փակա։ Չէ, հայր, ոչ մեկը չկա, ստեղ լույսը վառում է, բայց մարդ չկա։ Չէ։ Բայց որտեղից են մտնում։ Ներսից։ Ես մի դուրն է, բայց ես դուրն էլ էր փակ։ Հա, դուրս է եկե փակել է։ Ափսոս, ընդեղ էլ է փակ։ Ահա։ Ես մի հատ կին եմ, մի րոպե անջատեմ զրուցում։ Չէ, չկպա վայր։ Մի հատ հավաքարար դուրս եկավ, այնքան գոռացի, ասեց, այսօր աշխատանքային օր չի։ Որտև այն օրը բոլորը էստեղ էին, էլի, այդ 90-ամյակը նշելուց։ Այդ վաղ կարա էստեղ։ Դե անայդ, բոլորը ստեղ էին։ Հա, բայց այդ մարդիկ զբաղված էին այդ հոբելյանով։ Ընկնեի հարցերով ծնգլ անեի։ Մինչև էդ էլ ես ընկերներիս հետ պետք է հանդիպեի, ես զբաղված էի։ Եվ այլն, էլ տրամադրությունս մի փչացրը։ Դե գիտես, ես սենց եմ գտնում, եթե շատ պետք է, ուրեմն ամեն ինչը մի կողքի դնել և զբաղվել այդ Հա, դե դու լսեցիր վերջում այդ հավաքարար ասեց, մի հատ են բակի կողմից փորձեք կարող է մեկը ելնի։ Դե գնանք հիմա բակի կողմը։ Բայց կարող է ինչ նշել։ Դե տենց ասեց։ Ասում աշխատանքային օր չի, բայց բակի կողմից կարող է մեկը ելնի։ Լտնանք այդ բակի կողմը մոտիկա։ Կենտրոնում աշուն ան այդ մեր մոտ է։ Դե ուշ է, այստեղ տաք ավելի։ Կամ թե ներում։ Լավ, ես մի հատ արագ գնամ։ Հա, հիշեցի, այնտեղ ինչ-որ մուտք ունեն իրանք։ Դու էլ դանդաղ արի։ Հա, էսա։ Թեատր։ Թատրոն։ Անջատեմ։ Ահա, Սուրենը եկավ, բոլոր հարցերին պատասխանեց ժողովուրդ։ Դե մոտարապես նենց էր, ոնց որ մենք ենթադրում էինք, էլի։ Ասեց Եկեղեցու հարցը մնաց բաց։ Ինչ եկեղեցի։ Այդ որ ասել էր, որ ինչ որ եկեղեցու մեջ է եղել։ Ով էր ասել։ Բա դու չասեցի Արմեն։ Չէ, դες ման չեմ ասել, անայդ։ Ինչ որ մեկը ասել է, բա այդ եկեղեցին որտեղ հնարեցի։ Չեմ անում այդ եկեղեցի, մեր դարդերը քիչ էր, անայդ, դու էլ ավելացրեցիր։ Ուրեմն սենց հայր, ամենասկզբից 35 թվից
Եղել է իրոք Պիոներ պալատում։ Գից Պիոներ պալատ։ Պիոներ պալատում պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Բայց չարցրեցի, հետո որ թվին։ Հետո գնաց այ որտեղ հիմա խամաճիկների, այսինքն Մաշտոցի վրա գնաց, իսկ 60 թվին արդեն այս շենքը կառուցեցին, եկան ստեղ։ Բայց ափսոս են չհարցրեցի, որ թվին գնացին խամաճիկներ։ Դե լավ, մի խոսքով տենց այդ հարցը լրիվ փակվեց։ Դրա համար էլ պատասխանները երկու հատ էին, էլի մի մասը ասում էր պատանի հանդիսատեսի, այսինքն Պիոներ պալատի շենքում էր, մյուս մասը ասում էր խամաճիկների, նայած ով քանի տարեկան է, էլի։ Այդպես։ Ահա, այս էլ նշանը մոտիկից։ Այն ծաղիկն է վերևին, դե որ վառվում է լույսը։ Լավ է նարեշը։ Գրախանութ, արվեստանոց։ արվեստանոց էլ կա, հա։ Գրադարան, գրախանութ։ Հա, այս մի օր կարելի է մտնել լուրջ սախ ուսումնասիրել, ինչ կա չկա։ Անցնենք են կողմ, մի հատ հերվից էլ ես մասը վերևի նկարենք էլի, խլկի մասը որ վերացավ, Այո։ հետաքրքիր է ոնց է հերվից նայվում։ Ինչ չգիտեմ ինչի թվում է, որ այդտեղ կարող է սրճարան լինի։ Անայդ գնանք նորմալ անցնենք, էլ մի պարտիզանություններ։ Ոնց է Մալադայա գվարդիայից ելնես։ Անայդ, ես դու հիշում ես, որ Երևանում գվարդիաներ կային, գվարդիական բան։ Չէ, դու տենց բան չես լսել իհարկե։ Ասում ինձ 100 տարեկան ուտել ես։ Չէ, 100-ի հարցը չի, ուղղակի դու բակ չէր դուրս գալի, հետո դե պարզ է, չէր շփվում տենց տարերի հետ։ Դե նայեք ինչ գեղեցիկ են ծառերը։ Հենց էլ լավ մի հատ տարածք են բացել, չէ, եկեղեցու համար, որ մեջտեղից երևա էլի։ Գործից հասկացող ծառեր են։ Դա չէ, որ այդ ակադեմիայի շենքը ինչքան սիրուն ու լավն է։ Հա, Բայց հիմա սա էլ է սիրուն ու լավ նայվում։ հա։ Նենց չէ էլի։ Ես եմ շահելու, կտել արդի։ Это вода. Аккуратненько. Հա, դե սենց է։ Բայց պատշկամբում ինչա չեմ հասկանում։ Պատուհաններ են։ Բնակարաններ են առնեն ոնց որ։ Կարծում ես։ Ես դա չեմ կարծում։ Կարծում։ Լավ, մի օր որ ներս մտնենք, ներխուժենք։ Պատկերացրա Այդ այն հարցը մարդը ավելի հիշի։ ակուրատ նվեր նայվում։ Չստացի ոչ։ Դե լավ, անայդ մենք արդեն ուշանալու գործընթացը սկսել ենք։ Մենք 15 րոպե դեռ ունենք։ Բայ, Հիմա 4-ն ահա, է։ ես այդ անընդհատ մոռանում եմ։ Լավ է իշասիր։ Ես իսկական է անայդ։ Այդ կաղամբը։ Չէ, ինչ կա։ Կաղամբ։ Արմեն։ Այս։ Ես արեստական է, չի երևում առնում։ Չէ։ Դե
Հա, ճիշտ է։ Չէ, ուզում Ինչ թվաց իսկական է մի մոմենտ։ Հա։ Բակա էլ ես խապել մարդկանց։ Ասենց գույների լինում, բնական է արում։ Այնքան բան տեսանք այ մարդ, արդեն ամեն ինչին հավատում եմ։ Աղունիկները լավ գրավել են, Հա, այս տարածքը։ ակուպացիա։ Ակուպիրովելի։ Հա, ակուպանտ են, բա մենք էլ ասում ենք խաղաղության ծտեր են, բան։ Թռան։ Այ սենց, տես ինչ ավես է տանսա։ Էս ինչա, գնացին որ են աղջիկը նկարի։ Ինձ տված ուտացնում է, բայց Ինչն է պատճառը, որ ունենք բոլորը միասին թռան։ օկուպանտները։ Երևի վիրավորվեցին քո ասածից։ Լես անշնորհքը եկավ ասին։ Ու թռան։ Հենց ուզում եմ անջատեմ, նայում եմ մանիտորի մեջ, տենում եմ այնքան գեղեցիկ է, ափսոսում եմ անջատեմ։ Մանթաշնն էլ արդեն։ Չէ, շնորհակալություն։ Անձեռնոցիկ կան այդ։ Այսքան ժամանակ այս կինը ծախում է, չգիտես ինչ։ Նվան տոնուվա։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպես եք։ Լավ ենք։ Դուք լավ ելնեք։ Լավ ենք, հարկասում։ Մենք որտեղից իրար գիտենք։ Նայում ենք։ Մեզ։ Այո։ Բա մենք ոնց անենք, մենք էլ ձեզ նայենք։ Ձեր գործն է, ոնց ուզում եք նայեք, հա։ Արդեն չի խեղճանում, չէ՞, սկզբից այն ծառերը, որ վերացրեցին, շատ տխուր էր նայվում։ Հա։ Իսկ հիմա արդեն Երկու տոնածառ են տնկել Երևնի, բայց ասա չոր։ չէ, Երևնի չի սազի, սրանք լավ էին։ Գնաց այդ մինոքին, հա։ Այ մենք ստեղ մտել ենք Great Store-ը։ Հա, բա ոնց։ Հիշում։ Հենց ամենաառաջինը մտանք ստեղ։ Հա։ Հա։ Դորնիկետ էր, չէ՞, երևի այն կինը, որ տեսանք։ Այո։ Հա։ Լավ զույգերի շարքի մեջ է պետք մտցնել թորնիկ։ Ես մի ծառը ինչ լավ։ Տատիկ, պապիկ։ Ճյուղերին։ Այո, այո։ Այն ժամանակ չէին թողում էլի սենց դառնա։ Դե այն սարքը, որ առանք Սայաթնովայի վրայից, այդ ռեստորը խոսակցությունն եմ շարունակում։ Ինքը շատ լավ է աշխատում առայժմ։ Էդ են սարքն է, քառակուսի սեր, որ ես ասացի։ Հա, սեղանից վրա դրած է։ Հա, հա, փոշի սրբելու խանգարում է։ Առ, բայց վրա գրած էր 9000 գինը։ Չէ լուրջ։ Այո։ Ինքը մեզ սկզբից ասեց 7000։ Դե երևի ինքը արդեն իջացրել է։ Հետո մեկ էլ ասեց, «Օ, ես ձեր բլոգը նայում եմ միշտ»։ Ասեցի, «Բա բլոգը նայում ես, բլոգի համար է պետք»։ Ասեց, «Մի րոպե գնամ խոսամ»։ Հետ եկավ ասեց 5000։ Փաստորեն 9-ներ։ Դե փաստորեն վրայի գրածի։ Հա, դե դրա համար էլ տենց լավն է, էլի։ Սաղ ասում էին մենակ օրիգինալ Apple պետք է լինի, որ նորմալ լինի, բան։ Լավ աչքով չտաս, շատ ես գոհում։ Տենց ձև կա, չէ, ասում են
Իմ աչքը չի կպնում։ Հա, ճիշտ է։ Քո աչքը չի կպնում, որտեղ քո աչքերը մուք է։ Էս ինչ էր։ Այդ իմ աչքերն է կպնում։ Էդ Դրա ինչ։ համար երեխա երբեք չեմ գովում։ Միշտ ասենց Ոնց չես գովում։ Բայց չեմ ասում, ես ինչ լավն է։ Չէ, երեսներին է։ Մերոնցից ով էր, որ շենքի մասին էր գրել Բաբկեն Ներսեսյանն ապրում։ Հա, Սարմեն փողոցի վրա էր, հա, ոնց որ։ Կամերային թատրոնի շենք մեջը։ Այդտեղ էր։ Հեսա ժողովուրդ ստեղ ապրել։ Ապրել է այս տանը։ Թվերը հենց են քողարկե պետք է գտնենք։ Թվերը ստեղ։ Թիվ Դե միտեղ գրել են էլի երևի։ չկա։ Չկա թվերը հայեր։ Ապրել է այս տանը։ Մի հատ է կրկնի։ Չէ, գրած է նոր տեսա։ Տես ծտի վանդա կան այդ։ Սենց մի հատ առնենք մի քանի հատ շարենք, շատ ես հավանում են կեշային։ Կուզենաս? Շուր։ 3 հատ կեշա ունենաս։ Տարբեր անուններ կդնենք։ Դե 100,000 բայց դու կարող ես Ոս դրսի սեղանները արդեն համարյա վերացրեցին։ Արմեն մենք արդեն ուշանում ենք։ Ահա, Փարիզյան սուրճ, այս կոչվում է ողջույն։ Կոչվում է շտապում էին ժողովուրդը։ 2 ժամից ավելա նստել ենք, չենք կարում իրարից պրծնենք։ Ներկայացնեմ Ժաննան, Մարալը, Մարալը Յորդանունը ոնց է։ Էբիգեյլ Մարալ, Եվա։ Եվա, այո, կնքել են Մարալին։ Եվ վերջում Տեր-Պետրոսյանի ասաց, բայց ամենակարևորը Ջորջան ողջույն։ Սենց ընտանիք, հա։ Ոնց հայա։ Ջորջը լրիվ Երևանցի տղա է։ Ինչ, հայ ինչ է։ Ծառայել է բանակում ստեղ եւ այլն։ Այո։ Հա, Ժաննան Կոշիկի տանն էի կապրում Ժաննան։ Կոշիկի տունը հիշում եք, չէ, որ զանգ են տալի, ասում են Կոշիկին կարելի է։ Դե լավ երեխեք ջան, խնդրեցին, որ իրանց բան չանեմ, հարցաքննություն չանեմ։ Բայց 2 ժամ մենք անդադ Այո, 2 ժամ հարցաքննեցինք իրար, շատ հաճելի էր, ձեզ շատ շնորհակալություն երեխեք ջան։ Հիմա մենք բան կանենք, դուրս կգանք դուրս, ունդեղ մի հատ էլ հրաժեշտ կտանք։ Ահա, հրաժեշտի պահը եկավ, վերջնական հրաժեշտը։ Ռեգլամենտը գիտեք, քանի որ մերոնցից եք։ Լավ մնաք։ Շատ շնորհակալություն։ Հա, ու մի բան էլ ասեմ, Ջորջն էլ Ժաննան էլ շատ լուրջ մտադրված են, որ գալու են Հայաստան ու չգիտեմ խի որոշել են, որ Մարալը պետքա մաթեմատիկական թեկումով դպրոց գնա։ Սեն ժողովուրդ ջան, շատ լավ երեկո էր, լավ մնաք, միշտ առողջ և խաղաղ երկինք։